Տիկին Ավանեսյան, կառավարության ես հիվանդ ես ոնց եք աշխատում, սեն չի լինի։ Պարոն վարչապետ, մենք պատվաստման հետ կապված առաջարկում ենք հենց վաղը կազմակերպել, որ չունենանք։ Բայց ուշ չի արդեն։ Չէ, ուշ չի դեռ։ Շատ լավ։ Ովքեր բուժման կարիք կա կբուժենք, ովքեր առողջ են կպատվաստենք։ Շատ լավ։ Բան չենք վաղվակցում, այսօր հազիվ հավաքվել եք, չենք կարող կազմակերպենք։ Կարող ենք, հենց այսօր ճիշտ եք ասում։ Լոռու մարզում Հալավերդի սանային թաղամաս ակներ եւ դեպի սանային վանական համալիր տանող ավտոճանապարհի 11 կիլոմետր ընդհանուր երկարությամբ հատվածների հիմնանորոգում։ Ճանապարհը ավարտված է, այս ճանապարհին էլ ենք մենք շինարարության ընթացքում այցելել ենք, հսկայական մեծ նախագիծ է, որը կարծում եմ Հալավերդու համար ունի շատ մեծ նշանակություն։ Հաջորդ թիվ տրանսպորտային օբյեկտներ, ոսկետափի վթարային վիճակում գտնվող տրանսպորտային հանգույցի ապամոնտաժում Արարատի մարզում, արդեն ավարտը նախատեսվում է այս տարի, Գեղարքունիքի մարզում M10 ավտոճանապարհի Բերդկում բնակավայրի հատվածում փլուզված հողային պաստառի վերանորոգում, ավարտը կրկին այս տարի, Ակնալից Զարթոնք ավտոճանապարհի վրա գտնվող թվով 2 կամուրջների հիմնանորոգում, Արմավիրի մարզում, էլի նախատեսվում է ավարտ այս տարի, Լոռու մարզում Վանաձորի Բաղրամյան էստակադայի հիմնանորոգում, որը կրկին նախատեսվում է իրականացնել այս տարի։ Նաև կատարված աշխատանքների մատուցված ծառայությունների վճարում, Սևանից Իջևան տանող մի շարք հատվածների կայող պարապետների վերանորոգում, ստորին հնապատերի կառուցում եւ փլուզված հողային պաստառի եւ կողմնակի վերականգնում, սա արված է այս աշխատանքը։ Նախագծման սա արված աշխատանքներն է, վերջի 5% վճարումներն են կատարում, որպեսզի արդեն շահագործման ներկայացնենք։ Ուրցաձորից դեպի Մարտունի տանող նոր ավտոճանապարհի կառուցում, խոսքը այս դեպքում նախագծման մասին է աշխատանքի։ Այստեղ պարոն վարչապետ, նախագծման աշխատանքների վերջին 30%-ը եւ փորձաքննության աշխատանքների վերջի վճարումը կատարելու մասին է նախագծել ենք, արդեն վերջին։ Սա էլ է մի ճանապարհ, որը կրկին հանրապետության տնտեսական եւ զբոսաշրջային կյանքի համար շատ էական նշանակություն է ունենալու, որովհետեւ հիմա Արարատի մարզը Գեղարքունիքի մարզի հետ ուղիղ կապող ճանապարհ չկա, այսինքն Գեղարքունիքի մարզից Արարատի մարզ գալու համար կամ պետք է գալ Վայոց ձորի մարզով կամ Կոտայքի մարզով կամ Երևանով, իսկ այս ճանապարհը շատ մեծ կակտիվացնի եւ Գեղարքունիքի մարզի համար եւ Արարատի մարզի համար տնտեսական ակտիվությունը, այդ թվում զբոսաշրջային շատ հետաքրքիր տեղեր կան ճանապարհի երկայնքով եւ վերջնակետերում եւ մենք ճիշտ է նախագիծը շատ թանկ է 15 միլիարդ դրամ, թե ավելի։ Վարչապետ, 2 փուլով են նախագծային շինական աշխատանքները նախատեսում, առաջի փուլի համար 4 միլիարդ է շուրջ նախաշիվը, իսկ երկրորդ փուլի համար 31.6 միլիարդ դրամ, բայց հանրային կոմիտե կներկայացնենք նախագիծը։ Շատ լավ։ Գուցե առաջի փուլը միայն անենք, որը եւս տնտեսական մեծ Չէ, պարտադիր չի միանգամից անենք ամեն ինչը, կտոր կանենք, տենց միջև ամբողջական կավարտվի։ Ընդ որում ուզում եմ ընդգծել, որ գիտեք, որ Մարտունի եւ Վեդի համայնքների բնակիչները նաեւ որոշակի կապեր ունեն ազգակցական, այսպես ասենք, պատմական եւ նաեւ պետք է ասել, որ երկու համայնքների բնակիչների ակնկալիքն է, որ այդ ճանապարհը կառուցվի, որովհետեւ իսկապես դրա պահանջարկը կա։ Հաջորդիվ ինչ օբյեկտներ ենք նախատեսում, որպեսզի արդեն նախագծանախաշվային փաստաթղթեր ձեռք բերենք։ M2 ավտոճանապարհի Անգեղակոտի Խաչմերուկի հարակից հատվածում ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների անշարժ կշռման նոր հենակետին մոտեցող 0.8 կիլոմետր ավտոճանապարհի կառուցում։
Սյունիքի մարզում, Արմավիրի մարզում M3 միջպետական ավտոճանապարհից Էջմիածնից մինչև Դաշտ տանող 4.8 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Կոտայքի մարզում H2 ավտոճանապարհի Աբովյանից Արզնի եւ Նոր Գեղի տանող ավտոճանապարհի 6.7 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում H4 ավտոճանապարհի Զորավանի Ձերնջատապ տանող ավտոճանապարհի 12.4 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Տավուշի մարզում H36 ավտոճանապարհի Իծաքարից Բերդ տանող ավտոճանապարհի 9.8 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում։ Տիկին Ղալետ ջան, այս ի՞նչն ենք նախագծում բա այստեղ, արդեն ճանապարհը ավարտված է։ Սա պարոն վարչապետ այն հատվածն է, որով որ ամբողջացնելու ենք Բերդ տանող բոլոր ճանապարհների հիմնանորոգման Հա, աշխատանքը։ սա համայնքի մեջ գտնվող Այո, հատվածն է, հա, համեցեք։ Պարոն վարչապետ, եթե թույլ կտաք, սա հենց երկու ճանապարհը, որոնք որ ավարտվել են Գանձաքարի Ծաքար եւ Թուջուր-Նաուր ճանապարհների շարունակությունն է դեպի Բերդ քաղաք։ Դեպի Բերդ քաղաք, շատ լավ։ Էլի Տավուշի մարզում H36 ավտոճանապարհի Բերդից Տավուշ գյուղի Խաչմերուկ տանող ավտոճանապարհի 4.6 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Տավուշի մարզի Պառավաքար տանող ավտոճանապարհի 22.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Կրկին Տավուշի մարզում Կիրանց բնակավայրի վարչական տարածքով անցնող հատվածում լուսավորության համակարգի կառուցում, Կրկին Տավուշի մարզում նոյեմբերյանի հատվածում փլուզված հենապատի վերականգնում H58 ավտոճանապարհի, Շիրակի մարզում H67 ավտոճանապարհի Բերթաշեն բնակավայրով անցնող 1.5 կիլոմետր երկարությամբ տարանցիկ հատվածի հիմնանորոգում, Արարատի մարզում Վեդեից Գոռավան տանող ավտոճանապարհի 7.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արմավիրի մարզում M5-ից Ակնալիշ տանող ավտոճանապարհի 2 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արմավիրի մարզում Մայիսյանից Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհի 1.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արմավիրի մարզում M3-ից դեպի Արմավիր քրեակատարական հիմնարկ տանող ավտոճանապարհի 3.2 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արմավիրի մարզում Մերձավան եւ Այգեկ տանող ավտոճանապարհի 8.6 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արմավիրի մարզում Լուկաշինից Արմավիր տանող ավտոճանապարհի 4.2 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արմավիրի մարզում Արտաշար բնակավայրի վարչական տարածքով անցնող ավտոճանապարհի 3.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արմավիրի մարզի Հացիկ բնակավայրի վարչական տարածքով անցնող ավտոճանապարհի 3.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Վայոց Ձորի մարզի M2-ից Զեդեա տանող ավտոճանապարհի 6.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Սյունիքի մարզում Շաղատից Բալակ տանող ավտոճանապարհի 2.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Սյունիքի մարզում Անգեղակոթից Մուցք տանող ավտոճանապարհի 5.7 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Խնածախից Վանատուր տանող ավտոճանապարհի 21 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում կրկին Սյունիքի մարզի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում Լուսագյուղից դեպի Հանքավան տանող նոր ճանապարհի կառուցում, էս էլ է խոշոր եւ նոր հայացք բերող ճանապարհներից է, որովհետեւ Հանքավանը, որը զբոսաշրջային շատ մեծ պոտենցիալ ունի, նաև որոշակիորեն փակուղային վիճակում գտնվելու պատճառով այնտեղ ոնց որ թե ներդրումային հետաքրքրությունները շատ մեծ չեն եւ հիմա ստացվում է, որ այս ճանապարհը երբ որ կառուցենք, Հանքավանը ապարան համայնքի հետ կմիանա եւ միջանցիկ երթևեկություն էլ կունենա, ինչը միանշանակորեն շատ մեծ ներդրումային հոսք կապահովի նաև Հանքավանում։ Վաղարշապատի շրջանցիկ ավտոճանապարհի գտնվող կամրջի հիմնանորոգում Արմավիրի մարզում, Արագածոտնի մարզում M3 ավտոճանապարհի Ծիլքարի հատվածում փլուզված հողային պաստառի վերանորոգում, Արմավիրի մարզում M5 ավտոճանապարհի Արմավիր Ուղեանցի Կարմիր կամուրջի հիմնանորոգում, Կոտայքի մարզում H1 ավտոճանապարհից Արգելից Արձագան տանող ավտոճանապարհի Արձագանի հատվածում փլուզված հենապատի վերակառուցում
Գեղարքունիքի մարզում H30 ավտոճանապարհի այգուտ բնակավայրի տարածքում հողային պաստառի շեպի ամրացում։ Ահա այսքան նախագծեր հաստատեցինք, ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ վերջին հատվածը նրանք նախագծային փաստաթղթեր ենք ձեռք բերում, այսինքն հիմա նախագծերը պիտի պատվիրենք, նոր հաջորդիվ շինարարությունները սկսեն։ Տիկին Ղալեչյան, ավելացնելու բան ունեք։ Ստեյցան չէ, պարոն վարչապետ, մենք փորձել ենք որոշակի աշխատանքներ նախապատրաստական փուլ որպես սկսենք այս տարի ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում, օգտագործելով եղանակային պայմանները եւ կատարելով այնպիսի աշխատանքներ, որոնք որ հնարավոր է հողային եւ այլ աշխատանքներ, բազմաթիվ հաղորդակցուղիներ ունենք խնդիրներ լուծելու, այսինքն մենք պլանավորում ենք, որ հաջորդ տարի 26 թվականին պետք է ամեն ինչ անել, որ շինարարական սեզոնը շատ ավելի շուտ բացենք եւ ավելի մեծ ծավալով աշխատանքներ կատարենք, որովհետեւ ինչպես նախորդ նիստին Պարոն Խունդացյանը հայտարարել էր, մենք մի փոքր պլանավորումները փոխել ենք եւ պետք է փորձենք ասֆալտապատման աշխատանքները ավարտենք նույնիսկ մինչև նոյեմբերի կեսերը, այսինքն մենք այս տարի էլ աշխատանքները 500 կիլոմետրի մասով մեզ մի քանի փոքր կիլոմետր է մնացել, որը այսօր մինչև օրվա վերջ փորձենք ավարտին հարցնել։ Այսինքն ուզում ենք հնարավորինս տաք եղանակի անենք ասֆալտը, առավելագույն աշխատանք անել, անել բոլոր նախապատրաստական աշխատանքները եւ նախագծման աշխատանքներ պատվիրելու միջոցով նաեւ փորձենք ձմեռվա ամիսներին ունենալ այդ արդյունքները, փորձել մրցութային գործընթացները կառուցել այնպես, որպեսզի մենք շինարարական հաջորդ սեզոնին առավելագույնս պատրաստ լինենք եւ չունենանք շեղումներ։ Շատ լավ։